2025 թվականի դեկտեմբերի 25-ից մեր երկրում ուժի մեջ մտավ առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը, որի համաձայն էլ այս տարվա հունվարի 1-ից իրականացվում է առողջության համընդհանուր ապահովագրության փուլային ներդրում։ Այս շաբաթ Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունն առողջության իրավունք ու բժշկի ձայն հասարակական կազմակերպությունները կազմակերպել էին աշխատանքային քննարկում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրությունը Հայաստանում հիմնախնդիրներ թեմայով։ Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին Ազգային ժողովի ընդդիմադիր Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունների պատգամավորներ, գործող բժիշկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագետներ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Քննարկման մասնակիցները կարևորեցին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը, անդրադառնալով առկա հիմնախնդիրներին, որոնցից հիմնականը ըստ նրանց բժիշկների ծանրաբեռնվածությունն էր եւ նրանց վարձատրության անհամաչափ մեթոդաբանությունը։ Ելույթ ունեցողները նշեցին, որ տվյալ քննարկման նպատակը ոլորտում առկա խնդիրների հետ առերեսվելու ցանկությունն է, ինչպես նաեւ բժշկի արժանապատվության վերականգնումն ու առկա թերությունների վերացումը։